Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ցանկանում եմ մի փաստ արձանագրել։ Մեր թիմի յուրաքանչյուր անդամի խոսք չի ուղղված ձեզ եւ չէր ուղղված ամսի 11-ին Ազատության հրապարակում գտնվող մարդկանց։ Ինչու, որովհետեւ դուք ձեր կամքով եկել եք եւ մենք ընդամենը երկու փաստ կարող ենք ֆիքսել։ Առաջին, մենք ունենում ենք արժանապատվության սուր բուրըն զգացում եւ երկրորդ իրար միմյանց շնորհակալություն ասելու ցանկություն։ Սա ուղղակի փաստ է։ Հետևաբար իմ խոսքը ցանկանում եմ ուղղել էկրաններին, այժմ մենք նայում ենք էկրաններին, մեզ հետևող յուրաքանչյուր քաղաքացի, ով անտարբեր է, ում չի հետաքրքրում այս իրողությունները, ես ցանկանում եմ խոսքս իրենց ուղղել եւ մի քանի փաստական տվյալներ ուղղակի վերլուծել էմոցիաները մի կողմ դնելով։ Իշխանությունները ինչ են ասում են մենք ունենք լեգիտիմություն։ Հարգելի ժողովուրդ, այո, ունեին լեգիտիմություն 2021 թվականին։ Որտեղ է ավարտվում այդ լեգիտիմությունը։ Լեգիտիմությունը ավարտվում է այնտեղ, որտեղ ակնհայտ է դառնում, որ իրենք դրժել են իրենց բոլոր խոստումները։ Մեր հայրենակիցները չեն ընտրել գործող իշխանություններին, որ իրենք հալած են եկեղեցի։ Մարդկանց անհիմն ձերբակալեն եւ կալանավորեն։ Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում, զիջեն մեր հողերը։ Սա վկայում է այն մասին, որ իրենք այլևս լեգիտիմություն չունեն։ Սա մեկ։ Հարց առաջացել է երբևէ, թե ինչու են գործող իշխանությունները նշածող սահմանել առաջիկա ընտրություններում ունենալ 65% ձայն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Եթե իրենք 51-52%-ով կարողանան հաղթել, իհարկե Աստված չանի, մենք չենք հավատում դրան եւ չենք էլ ուզում այդ թեման քննարկել, դա իրենց համար հաղթանակ չէ, քանի որ ունեն առաջիկայում համապատասխան պահանջներ Թուրքիայի կողմից դրված եւ ցանկանում են փոխել Հայաստանի սահմանադրությունը եւ հետեւաբար այն նշածողը, որ իրենք սահմանել են, իրենց պետք է հետագա իրենց նենք ծրագրերը իրագործելու համար։ Սա է հիմնական երկրորդ կետը, որին ուզում եմ ուշադրություն դարձնել մեր անտարբեր հայրենակիցները։ Եվ երրորդ, երբ որ իրենք անընդհատ շանտաժի են ենթարկում հայ ժողովրդին ասելով, որ եթե մենք չլինենք իշխանության, ապա պատերազմ է լինելու, հարգելի ժողովուրդ, ինչ եք կարծում, խաղաղությունը կնքվում է անձերի հետ, թե պետության հետ։ Սրանով իսկ իրենք ապացուցում է, որ մենք կայուն խաղաղություն չունենք։ Եվ եթե թարգմանենք իրենց ասածը, ապա ստացվում է, որ իրենք հավերժ պետք է մնան իշխանության, ցմահ պետք է մնան իշխանության։ Հետևաբար ամփոփելով միտքս ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ խաղաղություն կարող է լինել միայն այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը ունենա ուժեղ իշխանություն։ Չկասկածեք, որ ուժի, արժանապատվության, ուժեղ խաղաղության կա ընդամենը մեկ մարմնավորում եւ այդ մեկ մարմնավորումը մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Եվ ամփոփելով ասեմ, Սամվել Կարապետյանը լինելով ուժեղ առաջնորդ, ունի նաեւ ուժեղ թիմ։ Եվ մեր թիմի անունից ես ասում եմ, ինչքան էլ սևացնեն, ինչքան էլ սև PR անեն, ինչքան էլ վիրավորեն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե հետևեք խոսույթին գործող իշխանությունների չունեն որևէ փաստական տվյալ։ Ես խնդրում եմ մեր ժողովրդին առաջիկա խորհրդարանական ընտրություններին չլինել անտարբեր, առնվազն գնալ ընտրատեղամաս, որովհետև իրենք պարտվելու են մեկ պարագայում, եթե լինի մարդկանց ընտրության մասնակցության բարձր տոկոս, բարձր մակարդակ, հակառակ պարագայում մենք ունենք բազմաթիվ ռիսկեր։ Շնորհակալություն ուշադրության համար, ազատություն Սամվել Կարապետյանին։